Շնորհակալություն, հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ։ Այսօր ես Facebook-ում գրառում եմ արել, որտեղ իմ Facebook-յան ընկերներին խնդրել եմ իմ միջոցով հարց ուղղել կառավարությանը եւ բազմաթիվ հարցեր են հնչել եւ գրառման տակ են գրվել որպես մեկնաբանություն եւ անձնական նամակներում են գրվել եւ ես երկար ուսումնասիրելուց հետո հիմնական հարցերը չկարողացա բաժանել կարեւորության աստիճանների, որովհետեւ բոլորն էլ կարեւոր էին եւ որոշեցի այս հարցերից ընտրել մի հարց, որը վերաբերվում էր պարտադիր ապահովագրությանը, քանի որ մենք շատ ենք խոսում ապահովագրության մասին եւ սա մեր կարևորագույն բարեփոխումներից մեկն է, հետեւաբար հարցս ուղղում եմ առողջապահության նախարար Տիկին Անահիտ Ավանեսյանին։ Տիկին Ավանեսյան Ալվատ Մկրտումյանը հարց է ուղղել, ասելով, որ այդ հարցի պատասխանը դեռևս չի կարողանում ստանալ։ Ինչու է ԱՁ-ների առողջապահության պարտադիր ապահովագրության ամբողջական վճարը պահանջվում վճարվել մինչև ապրիլի 20-ը, երբ վարձու աշխատողն այն վճարելու է 12 ամսվա ընթացքում։ Ինչու 201-ից 500,000 դրամ ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի համար պետբյուջեից հատկացվելու է ամսական 6,000 դրամ առողջապահության պարտադիր ապահովագրության համար, իսկ տարեկան 2,400,000-ից 6 միլիոն դրամ համախառն եկամուտ ունեցող ԱԶ-ի համար ոչինչ չի արվում եւ ինչու են տարբերակում դրվել ԱԶ-ների եւ վարձու աշխատողների միջեւ։ Ես բառացի կարդացի քաղաքացու հարցը, որևէ կերպ չեմ ձևափոխել, խնդրում եմ պատասխանել հարցին, շնորհակալություն։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարարը։ Խնդրեմ Տիկին Ավանեսյան, համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Դավոյան։ Ըստ էության ընդհանուր առմամբ պարտադիր վճարների եւ հարկային պարտավորությունների առումով, այո, անհատ ձեռներեցները եւ վարձու աշխատողները տարբեր ձևաչափով են իրենց պարտավորությունները կատարում։ Եվ մենք այս պարտավորության հետ կապված նույն տրամաբանությունն ենք ընտրել, ինչպես որ նախորդիվ վարձու աշխատողների տարբերակում եկամտահարկի, նրանց տարբերակում այլ հարկային պարտավորությունների եւ վճարների։ Ինչպես գիտեք, անհատ ձեռնարկատերերի համար նույն զինապահին ուղղվող գումարները եւս այս տրամաբանությամբ են հավաքագրվել եւ վճարվել տարին մեկ անգամ ընդհանուր տարեկան հաշվետվողական ցիկլը ավարտելուց հետո մինչեւ ապրիլի 20-ը եւ այս առումով էլ նմանատիպ մեխանիզմ է գործարկվել առողջության ապահովագրության շրջանակներում։ Բայց իհարկե հաջորդ տարիների համար նաև լսելով մեր քաղաքացիների առաջարկները, մենք 2027 թվականի համար, երբ որ արդեն բոլորը կմտնեն այս կատեգորիայի անձանցից առանց արդեն 2,400,000 շեմը հաշվի առնելով, իհարկե նաև տեխնիկական որոշակի տարբերակված մոտեցումներ կիրառելով քննարկում ենք նրանց համար եւս ապահովագրավճարը դարձնելու որոշակի ժամանակային կտրվածքով բաժանելու։ Այսինքն հաջորդ տարվա համար այս հարցը քննարկելի է։ Ուրեմն պետք է նշեմ նաև, որ անհատ ձեռնարկատերերի առումով նաև լինում են դիմումներ, որ եւ վարձու աշխատողների, ովքեր ստանում են մինչև 200,000 դրամ, եւ նրանք էլ ուզում են կամավոր վճարում իրականացնելով եւս ներառվել այս ապահովագրական համակարգի մեջ։ Այս մասով էլ նորից ուզում եմ հիշեցնել, որ 27 թվականին բոլորը արդեն կընդգրկվեն եւ կկարողանան օգտվել ապահովագրության համակարգից։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, կարճ արձագանք եմ ձեր պատասխանից, այսինքն մենք կարող ենք եզրակացնել, որ կքննարկվի մաս-մաս վճարելու տարբերակը, որովհետեւ կարծես թե 120,000 դրամը բավականին մեծ բեռ է մինչև ապրիլի 20-ը վճարելու համար։ Եթե տեսնեք եւ մենք էլ տեսնենք, որ նամակները շատ են կամ էլի դժգոհություններ կան, կառաջարկեմ քննարկում կազմակերպել հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն հասկանալու, թե գուցե այլ լուծումներ գտնելու կարիք լինի։ Շնորհակալ կլինեմ, որ այս հարցը ուղղակի ուշադրության կենտրոնում պահեք, շնորհակալություն։
Անպայման, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ նրանց համար էլ զինապահին ուղղվող գումարների խնայողությունները ելի այս նույն տրամաբանության մեջ գործելու են եւ այո, բաց ենք քննարկման 2027 թվականին, ուզում եմ ասել նաև, որ մեր հաշվետվողականության եւ վճարների իրականացման այս թվային մասն էլ ամեն օր ուրեմն տեխնիկական հագեցման ընթացք է հիմա ունենում եւ այո, հնարավոր է կքննարկենք